Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։ Պարոն Հայրիկյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Ես ինչքան եմ շնորհակալ։ Պարոն Հայրիկյան, այս շաբաթ Երևանում անցկացվեց Euronest-ի խորհրդարանական վեհաժողովը։ Հատկանշական է, որ այս խորհրդաժողովի ընթացքում պատգամավորներից մեկը, իսպանացի պատգամավոր Նանչո Սանչես Ամորը, անունը հիշատակ եմ հատուկ, անդրադարձ ունեցավ Հայաստանում տեղի ունեցող ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների, նա նշեց, որ նախ Facebook-յան գրառումների համար մարդիկ են կանանավորվում, 20-30 ոստիկան գնում են ձերբակալելու մեկ անձի։ Ձեր գնահատմամբ ինչու այս փուլում այդուհանդերձ այս հարթակից անհրաժեշտություն առաջացավ սա արձանագրելու, ամրագրելու, որովհետև տևական ժամանակ անկեղծ ասած այս բռնաճնշումների մասին լռություն էր։ Ընդհանրապես եվրոպական կառույցների գործունեության համագործակցության հիմքում ընկած են մարդու իրավունքները։ Եթե մարդու իրավունքները դուրս գան, որպես արժեհամակարգային հիմնասյուն, այդ դեպքում եվրոպական համագործակցությունը կդադարի գործել։ Այնպես որ ընդհակառակը կարելի է զարմանալ ուշացման վրա։ Հետաքրքիր է, պատգամավորներից որևէ մեկը չասաց, չպատասխանեց ԿՊ-ական կոչված պատգամավորներից, որ մենք ձգտում ենք հասնել եւ անցնել Ալիևին ու Լուկաշենկոին։ Միանգամից հասկանալի կդառնար, որ մեր ճակերտավոր առաջնորդի երազանքն է դառնալ հայկական Լուկաշենկո կամ հայկական Ալիև, այնպես որ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, այդպես պիտի պատասխանեին, դա իրենց պատասխանը, իսկ եթե լուրջ, ապա պատահական չէ, որ 10-ից ավելի քաղաքական ուժեր եւ ընդհանուր թվով 40 հայտնի հանրության հայտնի մարդիկ կլոր սեղանի շուրջ համախմբելով Հայաստանում վերջի շրջանում մի քանի կլոր սեղաններ են տեղի ունեցել։ Ես բոլորին էլ մասնակցում եմ, այսինքն նրանց, ովքեր որ գիտակցում են, որ ազգային հարցերի վերաբերյալ անպայման պիտի ազգային անկախության պայքարի առաջնորդը ներկա լինի։ Թող դա բան չթվա, ես միջազգայինորեն ճանաչված եմ որպես Հայաստանի ազգային անկախության պայքարի առաջնորդ եւ ազգային հարցերի վերաբերյալ իմ բացակայությունը արդեն միանգամից ցույց է տալիս, որ ինչ որ բան այն չէ, ես դա գիտակցում եմ եւ բոլորի հրավերները ընդունում եմ։ 3 օր առաջ տեղի ունեցավ մի կլոր սեղան, որտեղ խոսքը հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու մասին էր։ Այսինքն շատ հստակ արձանագրվում է, որ հանրային հեռուստաընկերությունը դարձել է գործիքը իշխող վարչախմբի։ Հիմա եթե մյուս կլոր սեղանի մասն է ուզում խոսել, ազգային համագործակցության կլոր սեղանը, նա որոշում ընդունեց, որում հիմնավորապես անդրադառնում էր այսօրվա իշխանությունների ընդհանուր կեցվածքին եւ փաստերի հիման վրա եկան եզրակացության, որ քրեորեն հետապնդելի արարքների աղբյուր բառները ափսոս դեն այդ իմաստով օգտագործել մի հանցախումբ է։ Վերջնական խոսքը պիտի դատարան ասի, բոլորս հասկանում ենք, բայց երբ դու տեսնում ես քրեորեն հետապնդելի արարք, դրա մասին բարձրաձայնում ես եւ գիտեք բան ուր է ասել։ Մենք հստակ գործ ունենք կոռուպցիոն հանցախմբի հետ։ Եվ ապացույցը շատ հասարակ է ու պարզ, այնպես չի, որ կարող ասել դավաճանը ես չեմ, դավաճանը դուք եք, Արցախը ես չեմ հանձնել, նախկիններն են հանձնել, դրա մասին չի խոսքը։ Սահմանադրական օրենք կուսակցությունների մասին փաստաթղթում կա հոդված, որ կուսակցություններից ստացված հանրագրերը պետական կառույցները պարտավոր են քննարկել։ Այստեղ հատկապես մի բանի վրա է ուշադրություն դարձված ամենակարևորի մասին, ամենակարևորը առայժմ ձախողված, հիմա այս որ նոր կապիկություններ են անում, թե հիմա էլ նոր սահմանադրություն, դրան հասան, որովհետև նախորդ փուլերը ձախողեցին, խոսեցին, չկարողացան, ժամկետներ տվեցին, չկատարեցին, բայց այդ ընթացքում իրենց տրվել է այլընտրանք, ժողովրդավարական երկրում այլընտրանքը շատ կարևոր է, ժողովրդավարություն նշանակում է այլընտրանքների առկայություն, երբ դու այլընտրանքները արհամարում ես, այն դեպքում երբ ունես օրենք, որն ասում է, որ դուք պարտավոր եք քննարկել, այնպես որ եթե մենք գործ ունենք
կոռուպցիոն հանցախմբի հետ, հանցավոր տրամադրությունների թեր մարդկանց հավաքականության հետ, նրանցից դրական բաներ տեսնելն ու ստանալն է զարմանալի։ Իսկ բացասականը ես իմիջիալուց ասում եմ 20 հոգի, ինչի 20 հոգի, 200 հոգի են ուղարկել Վարդան Ղուկասյանին կալանավորելու համար։ Ես այն ժամանակ ասացի, բայց դուք նախապես ուղարկել եք ցանուցագիր, որ ինքը գա։ Եթե ուղարկեիք եւ չգար, նոր այդ դեպքում կարող էիք 2-3 ոստիկան ուղարկել հրավիրել։ Ոչ, չեն ուղարկել։ Ես հատուկ ճշտել եմ եւ որևէ ցանուցագիր եւ հրավեր չի ստացել։ Շատ տեղին է բարձրացրել հարգարժան պատգամավորը հարցը եւ եթե մերոնք դրանից եզրակացություններ չանեն, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ դուք չէ, ձեր երեխաներն են պատասխան տալու զավակադավ անուղեղներ, ձեր անցավոր դրսևորումների համար ձեր զավակներն են տառապելու, Ամերիկա կփախցնեք, Կանադա թե Ֆրանսիա ուր է, վաղը որ մի բան պատահի իմացեք թե ինչի հետևանքով է դա տեղի ունենում։ Վերադառնալով Euronest-ին ուզում եմ հիշեցնել նաև, որ եւս մեկ դրվագի եմ ուզում անդրադառնանք, այնտեղ Արտուր Խաչատրյանը ընդդիմադիր պատգամավոր առաջարկում էր բանաձևում ներառել երկու կետ, որոնցից մեկը վերաբերում էր պահանջ ներկայացնելուն, բանաձևում պահանջ ներկայացնելուն Ադրբեջանին գերիների անհապաղ ազատարձակման շուրջ, ինչպես նաև եւս մեկ պահանջ ներկայացնել Ադրբեջանին անհապաղ միջոցներ ձեռնարկել եւ ապահովել արցախցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ ԿՊԱ-ական պատգամավորը գերիների մասով ասաց, որ առարկություն չունենք, դրա հետ բանավեճ չունենք, բայց Հայաստանի իշխանությունները չեն ներկայացնում պահանջ արցախցիների վերադարձի հետ կապված։ Սա հերթական թերևս դրսևորումն է Արցախի էջը փակելու, բայց սա նաև կարող է հետևանքներ ունենալ, սրա քաղաքական հետևանքների մասին խնդրեմ։ Իմ առաջին արձագանքն այն էր, որ երևի ասում եմ ինչպես ես հաճախ ասում եմ, երբ մեծ եղեռնի մասին խոսք է լինում, ասում եմ դա մեր հարցը չէ միայն, դա աշխարհի հարցն է։ Այսինքն, երբ որևէ մեկը խոսում է ցեղասպանության հարցը չարծարծելու մասին, ասում եմ լսեք, գնացեք խոսեք Ռուսաստանի ղեկավարության հետ, օրենսդիրների հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, դա միջազգային հարց է։ Ես առաջի պահին մտածեցի, որ իրենք այսպեսի շեշտադրումով են անում, որ գիտեք, դա մեր կողմից չպետք է նախաձեռնվի։ Այդպես հետո հասկացա, որ չէ։ Եվ իսկույն վերադարձա հետ։ Կոռուպցիոն հանցախումբը աշխատում է Ալիևի հետ։ Հայաստանում գործող Նիկոլ Փաշինյան կոչվածի ազգային այդ պղծության ղեկավարած հանցախումբը գործում է, ավելին ասեմ, մենք մեր հայտարարության մեջ կոչեցինք, հանցակիցն է Ալիև արդեն միջազգային հանցագործի, որը հրապարակավ զանգվածային հանցագործություն, ցեղասպանական գործողություն է կատարել։ Հետևաբար, եթե մենք ունենք, արդեն խոսում ենք, վերադառնում են նույն պահին, եթե մենք խոսում ենք կոռուպցիոն հանցախմբի մասին, նրանից լավ բան սպասելն է տարօրինակ։ Իրենց օրերը հաշվված են որպես հանցախումբ կամ 100%-անոց Ալիև ու Լուկաշենկո են դառնալու մեր հարության թողտվությամբ կամ էլ կրկնում եմ օրեր են մնացել, մասնավորապես ես այս օրերին բավական մեծ հանրային աջակցություն ստանալով, քանի որ այդ 7 դիմումների հիմքում ի վերջո ընկած է սահմանադրության իմ նախագիծը եւ հայեցակարգը։ Այդ 7 դիմումներից մեկը հանձնել է Անդրեաս Ղուկասյանը, լիազորված լինելով 7 կազմակերպությունների կողմից 7 կուսակցությունների։ Մյուս դեպքերում ես խոսել եմ 16 քաղաքական ուժերի մասին եւ ես ոչ միայն բարոյական իրավունք ունեմ, այլ նաև պարտավորվածություն 7 անգամ հանձնելու իմաստն այն էր, որ ես նաև մեր հանրության աչքերը բացեի, ցույց տայի, որ տեսեք, մենք գործ ունենք այն ժամանակ կոռուպցիոն հանցավոր դրսևորման հետ։ Այն ժամանակ այդպես չէի ձևակերպում։ Հիմա երբ փունջը հայտարարի եկավ, այդ դեպքում արդեն եւ բացի այդ արդեն 40 հայտնի անհատներ են դա հայտարարում, որակը փոխվում է։ Եվ օրինակ մոտեցումս հետևյալն է. թույլ տված հանցագործության համար դուք պետք է պատժվեք։ Պատիժը սահմանելու է դատարանը։ Մինչ այդ
Մենք դες ասում ենք, ձեր թույլ տված սխալը ուղղելու հնարավորություն ունեք։ Առաջիկա օրերին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պիտի անցյալ տարի անձամբ իրեն փոխանցված հանրագրի պարտակման համար պատասխան տա։ Արդարադատության նախարար ես, չես կարծացել սահմանադրական օրենքը, որում ասված է դու պարտավոր ես քննարկել։ Քանի որ ինքը այդ սահմանադրական հանձնաժողովի նախագահն է, խորհրդի եւ հանձնաժողովի, ինքն է կրում պատասխանատվություն, բայց նույնը վերաբերում է նաեւ դրանից առաջ վարչապետ կոչվածի թույլ տված։ Ասել եմ հիմա դուք ակնհայտ է, դուք ուղղվում եք այն հանգամանքից, որ ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում։ Ես դարձրի ուշադրություն, դրան ուշադրություն դարձրեց ազգային համագործակցության կլոր սեղանը, դուք պարտավոր եք հենց հիմա քննել ձեզ ներկայացված հայեցակարգն ու նախագիծը, պատրաստի նախագիծը, այսքան որ գլուխ են կոտրում, 14 թվականից դա տրված է։ Եվ դա արդեն մասնագետների կարծիքով եմ ասում, այնպիսի մի բան է, որը նոր եւ շատ մեծ առաջանցիկ քայլ է ամբողջ աշխարհի, ամբողջ քաղաքակրթության համար ժողովրդավարության ոլորտում։ Այսինքն ժողովրդավարությունը, որի մասին դե մասնագիտական կառույցների հետ շփումները գիտեն, որը ճգնաժամային վիճակում է, մասնավորապես քաղաքացի, քաղաքական գործիչ օտարման, հեռացման պատճառով, այդ խնդիրները բացի այդ պետական համակարգում ժողովրդից կախվածությունը մեծացնելու, ժողովրդին իսկապես երկրի տերը դարձնելու ընդունված դրույթը եւ ամենակարևորը քաղաքացիներին իրավահավասար դարձնելու ոչ միայն ընտրության օրերին, այլ նաեւ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում։ Դա մի դրույթ է, որը կարելի է կոչել նույնիսկ հեղափոխական, բայց արմատապես բարելավելու է։ Հիմա եթե դուք ընդունել եք փաստաթղթեր, որոնք պահանջում են առաջինը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, երկրորդը սովորական օրենք հանրագրերի մասին, երրորդը այն փունջը նորմատիվ իրավական ակտերի, որում դուք ասում եք հրապարակավ պետք է քննարկվի, եւ սա ամենակարևոր հարցն է։ Կարճ ասած, առաջիկա օրերին հենց այս շաբաթվա ընթացքում մեր կողմից որպես քրեական հանցագործներ ընկալվող մարդիկ փակուղու առաջ են կանգնելու։ Մենք մի փոքր տարաձայնություն ունենք, մարդիկ կան ասում են, որ իրենց բանի տեղ չպետք է դնել, բայց երբ դու որևէ մեկից անգամ պահանջում ես, օրինակ, հեռացիր իշխանությունից, դիմում ես, չէ՞։ Բանի տեղ եթե չդնես, կողքի վրա գոռաց, բայց այս դեպքում շատ հաճախ նրանց օգտին է ստացվում, երբ դու չես ներկայացնում փաստը, որ դու Սրբուհի Գալյան կործանում ես քո երեխային, դու վաղը բանտ ես գնալու, այսօր դեռ կարող ես քո այդ սխալը ուղղել։ Դե Նիկոլ Փաշինյանը չեն հետաքրքրում այդ հարցերը։ Ինչ է կանելու, երբ ասում եք առաջիկա մի քանի օրերի։ Մանրամասն դա կներկայացվի, իհարկե ինչ պիտի արվի, ասեմ որ աջակիցների այսպեսի հոսքեր չէի սպասում, երբ նրանք իմացան, որ մենք պատրաստում ենք անձամբ ես եւ կոչ եմ անում համագործակցել, հեռավոր կապանից անգամ մարդիկ ասում են, երբ տեղեկացնեք ինչով կարող եմ օգնել, կարող եմ։ Մենք երկու հեռախոսահամարներ բաժանեցինք, մեկը 098 9181 23, պատկերացնում եք, մեկ օրվա ընթացքում 34 զանգ, որ ասեք Հայրիկյանին, որ մենք պատրաստ ենք օգնել։ Մյուսը Բիլայնի համար էր 091 720 723, ավելորդ չեմ համարում։ Կրկնել այդ համարները հիմա են գործում եւ խոսքը վերաբերում է, երբ իրավական լուծմանն է վերաբերում, գործը հեշտանում է։ Ես այդ ճանապարհն անցել եմ, տեսեք, Գորբաչովի հետ ես կռիվ էի տալիս վերջի փուլում, դրանից առաջ Բրեժնևի հետ իրավական ճանապարհով, եւ ես ապշեցի, երբ որ սովետական միության ներսում հանրաքվեի մասին օրենք չկար, երբ ազգային միացյալ կուսակցությունը սկսեց խոսել հանրաքվե անցկացնելու պահանջ ներկայացնել եւ նաեւ նշել, որ օրենք չկա, Բրեժնևը սահմանադրություն ընդունելիս որոշում ընդունեց, որ պետք է այդ օրենքը լինի։ Այսինքն ընդունեն օրենք հանրաքվեի մասին։ Հետագայում արդեն Գորբաչովը Բրեժնևը ասեց, բայց չարեց։ Ինքը դա անում էր, որպեսզի արևմտյան կոմունիստները ված չզգան իրենց։ Բայց Գորբաչովը ստիպված եղավ անել։ Եվ երբ դա արեց, ես Գորբաչովին մերկացնում եի մի հասարակ բանով։ Արևմտյան հատկապես գործիչների հետ հանդիպման ժամանակ ասում էին, ինչպես կարող է դեմոկրատական ուղի որդեգրել մի գործիչ, որը ունի հանրաքվեի մասին օրենք, բայց դրա մասին այդ օրենք ունենալու մասին որոշում դեռ նախորդն է արել։ Ինչևէ, այդ իրավական ճանապարհը ամենաազդեցիկ ճանապարհն է
եւ մանրամասները մինչեւ վերջ չեն բացահայտի, շատ ծանր կացության առաջ են կանգնում հակառակորդներդ, երբ դու իրավական շեշտադրում ես կատարում։ Միանգամից դատարան եք դիմելու, թե դատախազություն։ Դատարան դիմելը 10-րդական գործ է, դա մենք հաղորդման տեսքով կարող է եւս կրկնենք, բայց դա էլ չի էականը։ Էականն այն է, որ հիմա ասում ենք, նախկինում ասում էիք չգիտենք, անփութություն է տեղի ունեցել։ Հիմա գիտեք, ձեզ նախկինում տրված փաստաթղթերը հենց հիմա պիտի դնեք շրջանառության մեջ քննարկեք։ Քննարկել չեք կարող առանց ինձ։ Այո։ Որովհետև իմ փաստաթուղթն է եւ չեք կարող գաղտնի քննարկել, որովհետև դուք ունեք նորմատիվ ակտ, որում ասված է պետք է աշխատեք հրապարակայնորեն։ Կամ հիմա ազդարարեք, որ դուք արդեն Ալիև եւ Լուկաշենկո եք։ Մի քիչ ստիպեցիք, որ ես բացեմ։ Կամ էլ պիտի աշխատեք։ Եվ պիտի աշխատեք ազգային անկախության պայքարի առաջնորդի անմիջական մասնակցությամբ։ Դուք շատ փուճուր եք, որ համարձակվեք իմ առաջարկները կոծկել, նույնիսկ կոմունիստական բռնապետությունը չկարողացավ։ Ինձ ձայն տված 2.400.000 մարդկանց անունից բոլոր օրինախախտերին կոչ եմ անում իրենց կարգի հրավիրել։ Այլապես շատ խիստ են պատժվելու, շատ ավելի խիստ, քան իրենք կարող են պատկերացնել։ Ամենածանր պատիժը մարդու համար երեխաների ողբերգությունն է, Աստված ոչ անի, որ դուք բանը դրան հասցնեք։ Բացի այդ ապօրինի վարձատրություն ստացողները, այո, դրա մասին գիտեք, շատ չէ՞, ենք խոսել, շատ ենք խոսել, Համանդրական հանձնաժողովի եւ խորհրդի մասն է խոսքը։ Պարոն Հայրիկյան, ձեր թույլտվությամբ կուզեի անդրադառնալ այս օրերին ընթացող եկեղեցու դեմ արշավին։ Նիկոլ Փաշինյանն այլևս հայտարարում է, որ ինքը ոչ միայն մասնակցելու է Հովանավանքում տեղի ունեցող պատարագին, այլ նաև մայրաթոռում է համանման պատարագ լինելու, որին ինքը կրկին մասնակցելու է։ Ձեր գնահատականն է ամբողջ իրողություններին։ գիտեք, պատահական չէ, որ ես ասում եի ազգային պղծություն։ Իր մասին խոսելիս ասում եի ազգային պղծություն։ Շատ հիմնավորումներ կան, երեք մեկ ինձ ասում ես դու չես անհանգ ստանում, որ կարող է։ Չէ, չեմ անհանգ ստանում։ Ես կարող եմ շատ ազատ հիմնավորել, որ ինքը ազգային պղծություն է, որովհետև տեսեք, մեկը որ դառնում է գործընկեր հանցակից ցեղասպանություն իրականացնող է, դա վերջն է։ Բայց հիմա այստեղ ասեմ, որ շատ անհանգ ստանալու բան չունենք։ Մենք պիտի մեզնից կախված լինենք, բայց չխառնվենք։ Ինչպես ասում են ժողովուրդը, շանտեղ չդնենք։ Բայց ուզում եք շանտեղ դնենք։ Շանտեղ ասում են փշտ, չէ, բայց պետք չի։ Շանտեղ դնել պետք չի, Աստծո դեմ ելած մարդիկ Աստծուց կստանան իրենց պատիժը եւ դա անխուսափելի է։ Եվ այստեղ մի բան կա, հավատացյալ մարդիկ ուղղակի կարող են ասել Տեր Աստված, արժանին մատուցիր սրան եւ իր ժառանգներին։ Ուրիշ բան պետք չի։ Ինչքան էլ որ դա հոխորտա, ինքը նոր թեմաներ է ստեղծում, որպեսզի մարդկանց մտքերը զբաղեցնի, բայց ինքը գերագույն պղծությունն է։ Տեսեք, չի կարդացել հայ գրականություն, միջազգային գրականություն, չգիտի աշխարհի ինչ արժեքներով է ապրում։ Այսօր բոլորին ինչ է պարտադրում։ Ես խաղաղություն եմ բերել։ Այ իդիոտը բարձր է կներեք։ Այ իդիոտիկ շատ փոքր է ինքը։ Խաղաղությունը բնականon մնում է որ ասես ես կյանքի կողմնակից եմ, ուզում եմ որ մենք ապրենք։ Դա բնականon վիճակն է, բայց բոլոր ժողովուրդների, բոլոր ազգերի եւ բոլոր նվիրական զգացումներ ունեցող մարդկանց մոտ խաղաղություն այդ բնականon վիճակը խախտվում է եւ դրա դեմ ոտնձգություն կա։ Դու խաղաղության մասին խոսում ես, որովհետեւ ցեղասպանություն իրականացման փաստի առաջ ես կանգնած։ Ինչի՞ չես ասում։ Հիմա տեսեք, շատ կարևոր է որ այսօր ակամա դրան անդրադարձանք։ Հայաստանի անկախություն ունենալը լավ է, իհարկե լավ է։ Հայաստանը միջազգային իրավունքի ենթակա է եւ այս պղծությունը փորձում է իր հետ կապել անկախության գաղափարը։ Մենք հիմա անկախացանք, բայց հիմա տեսեք։ Եթե ես մտածեի խաղաղության մասին, անկախության պայքարի առաջնորդը, գիտեք, հեշտ է երբ դու մենակ ես գնում, բայց դուք պատկերացրեք 200-ից ավելի մարդկանց դու համախմբել ես կառույցի մեջ, այդ 200 հոգին ծնողներ ունեն, եղբայրներ ունեն, չէ, բարեկամներ ունեն, ասում են ուր է ստանում մեր երեխաներին։ Ահա ուր է, չէ, նաև այդ համարձակությունը կա։ Ես գնացել եմ նաև դրան, չեմ վախեցել, որովհետև եղել եմ ճշմարտության հետ։ Ու KGB-ն ինձ ինչ էր առաջարկում, ասել խաղաղություն չես ուզում։ Գնա խաղաղ տանը ապրի։ Եթե ես խաղաղությամբ ապրեի, դուք հայերդ չէիք ունենալու անկախ պետություն, լինելու եք գաղթականի կարգավիճակում։
Հիմա սա հասկանում է, որ անկախությունը բարձրագույն արժեք է։ Ուզում ենք էլ մաս կազմել դրան միանալ, բայց անկախության մեզ հասել ենք շնորհիվ այն բանի, որ ես մոտավորապես 20 տարի, բռնադատված եմ եղել 20 տարի 3 ամիս։ Բանտերում ակսերում անց եմ կացրել մոտավորապես 18 տարի։ Միայն ամենախիստ ռեժիմի բանտերում, որ 6 ամսից ավելի ժամկետ չկար, դա կոչվում էր խիստ բանտերային ռեժիմ։ 7 անգամ եմ դրան դատապարտվել եւ նստել եմ 33 ամիս։ Այնքան ծանր էր այդ պայմանները, որ 6 ամսից ավել օրենքը չէր տալիս։ Դրա համար ինձ տալիս էին, հետո էլի անավերացնում։ Պատժախցերում 300 օր։ Այդ բոլորը խաղաղության խախտումներ։ Այսինքն ինձ առաջարկում են կամ ստրեկական խաղաղություն քեզ համար, որպեսզի հանդուրժես քո ազգի խաղաղությունը ստրեկության պայմաններում, բռնապետության պայմաններում։ Կամ էլ ես ասում եմ գնացեք գրողի ծոցը։ Ես ճշմարտության հետ եմ, արդարության հետ եմ։ Հիմա այս ճանապարհ անցած մարդս, որ ստացել է ժողովրդի 2.400.000-ի ձայնը, այս պղծության մեղքով առողջ բանականությունը կորցրած, ի վերջո իր մեղքն է, չէ՞, որ ինքը նոյեմբերի 9-ին կնքեց մի համաձայնագիր հայտարարություն, որը ամենավատն է, ինչ որ հնարավոր էր մեր օրերում, նվազագույն դիմադրողականությամբ, պղծեց բավական թվով մարդկանց մտածողությունը, եւ այդ մարդկանց իր շուրջը համախմբելով տարբեր առիթներով, այսօր ինքը փորձում է համոզել, թե ինքը խաղաղության համար է։ Խաղաղությունը արժեք է, ապրելը արժեք է, սիրելը արժեք է, հարգելը արժեք է, այդ բոլոր արժեքներ են։ Դրանք բնականon վիճակներ են, միջև են պահը, երբ ինչ-որ մեկը գալիս է խախտելու։ Բարեբախտաբար միջազգային հանրություն կա, դու չես կարող։ Ես արել եմ դա։ Ես 90 թվականին ոչինչ չլինելով մի օրվա մեջ, լավ, 2 օրվա մեջ 40 սենատորների ստորագրություն են բերել ի օգուտ Հայաստանի Գերագույն խորհրդի իրավունքների։ Այդ բոլորը կա։ Եթե դու չես կարողանում այ փոքրիկ անշնորհք միջազգային հանրությունը քո քայլերին նկատմամբ այսպես չասեմ, ոչ թե գովապանում, այլ անտեսում է, ասում է դե լավ, սրանք երկու վայրենիներ այդտեղ կռիվ են տալիս, հիմա էլ խաղաղություն են ուզում թողանեն։ Բայց նույն միջազգային հանրությունը անկախ նրանից էս երեք ինչ խուժանություն, ինչ դավաճանություն, ինչ պղծություն կատարվեց։ Այսինքն դուք վախենում եք նույնիսկ բանավոր հնչեցնել, որ ցեղասպանության հետևանքները պետք է վերացնել, իրենք մի քանի հազարանոց խոջալուն, եթե եղել է այնտեղ, ես երբեք չեմ արտարացնի որևէ բռնարարք, թեկուզ ադրբեջանցու նկատմամբ, այդ պահից ես մարդ չեմ։ Իրենք ասում են 20,000 մարդ եղել ու ցեղասպանություն է աշխարհով մեկ, բայց հայերը չի ասում, մենք խաղաղություն ուզելով, խաղաղություն նշանակում է բոլոր մրցակցող կողմերի համաձայնություն, խաղաղություն արժեքի շուրջը, բարի կամքի դրսևորում։ Դու պատանդ պահողի հետ ինչ խաղաղություն։ Այսինքն, երբ ինքը ասում է պատանդների արկայության պայմաններում կարող է լինել խաղաղություն, ինքը ասում է ես պիղծ եմ։ Եվ այդ պղծությունը չհասկացողները ասում են, բա ինչ անի, բա ես ինչ էի անում։ Ասում եմ, չէ, կոնկրետ օրինակով փորձեք մի տարի ձեզ պատկերացնել կոմունիստական բռնապետության բանտում։ Ես հասկանում եմ, այստեղ ես չեմ եղել, Աստված այդպես է կամեցել, բայց այդպես է կամեցել, որովհետև ինքը տեսնում էր իմ հավատը մեր ազգի իրավունքներին հանդեպ, տեսնում էր իմ սերը իմ հայրենակիցների հանդեպ, այլապես ես ով էի, որ ինքը ինձ բանի տեղ դներ ու ինձ էլ պահպաներ այդ պայմաններում։ Այո, մենք գործ ունենք, կրկնում եմ այս միտքը ազգային պղծության հետ, եւ այդ պղծության գլխավոր նպատակը նախ մարդկանց մտքերն է, խեղելն է, այնուհետև նրանց տանել սխալ ուղղությամբ։ Ինչ գործ ունես դու։ Գիտեք, այս հոգևոր նրբերանգների մեջ ես չեմ ուզում մտնել, ես հոգևորական չեմ, բայց գրեթե չի լինում կիրակի, որ ես չգնամ եկեղեցի, մասնակցեմ պատարագի, ոչ թե ամբողջությամբ խոստովանեմ մեղքերս, նույնիսկ միշտ գիտակցելով, որ կարող է սխալներ եմ գործել, որ ես չեմ գիտակցում, ընդունել, վերջ, ապաշխարության գործընթացին մասնակցել եմ։ Սա հանկարծ որոշեց գնալ պղծել նաև եկեղեցին, կարգալույց եղած, դու ինչ հավատացյալ։ Հավատացյալ նշանակում է համակարգը հարգող։ Մի ավելի ծանր բան էլ կատարեց մինչև դեր հարցի տալը։ Մինչև այս պահը ինքը ուղղակի չէր ասում, որ ինքը համակարգի թշնամի է։ Սատանան է համակարգի թշնամի։ Սատանան սիրում է քաոս, որ որտեղ ինչ ուզենա անի։ Հիմա սա մտավ հոգևոր համակարգի մեջ, հայ առաքելական եկեղեցու համակարգի մեջ, եւ կարգալույց եղած մարդուն համարում է սրանով ինքը ցույց տվեց բոլոր բանական մարդկանց համար, ցույց տվեց, որ ինքը շատ վտանգավոր մարդ է։ Նաև ինքը իր ինքնասպանությունը գործեց քաղաքական, որովհետև ինքը խոսեց այն բանի մասին, որ համակարգը կարևոր չի։ Այսինքն իր հետ աշխատող բոլոր ազնիվ մարդիկ ինձ այսօր լսելով վաղը պիտի զանգեն ես նշածս համարներով, ասեն մենք քեզ հետ ենք, ասա ինչ անենք։
Որտեղ իրենք իրենց երեխաներին ու Նիկոլ կոչված խեղկատակի համար չեն կործանելու։ Եթե չլսեն ինձ, արժանի է որ կործանվեն։ Ըստ էության մոտեցանք իմ հաջորդ հարցին, որ ուզում էի հնչեցնել, պարոն Հայրիկյան, եթե անգամ որևէ հոգևորական կանոնագրքի որևէ դրույթ խախտել է, ով է Նիկոլ Փաշինյանը, որ պետք է դատի, ի վերջո գոյություն ունի հոգևոր ժողով։ Դուք շատ ճիշտ եք ասում, այդ համակարգի նկատմամբ ոտնձգությունն է։ Եթե ինքը խոսեր դրա մասին, ասենք իրավունք ունի։ Կարգալույծ անի վեհապարին, այսինքն կարգալույծ անելը դա հենց հոգևոր ժողովի, հոգևորականի եւ հոգևոր ժողովի։ Դուք շատ ավելին եք ասում, ես նույնիսկ եմ փոքրի մասին եմ ասում, որ ինքը կարող էր ինչ-որ տեսակետ ունենալ, ճիշտ ասած քաղաքական շրջանակներն սպասում էին, որ ինքը խոսի այն բանի մասին, թե ինչպես կայացան ընտրությունները, ինչու այնպես եղավ, որ հենց ընտրության օրը, կաթողիկոսի ընտրության օրը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի սպանդը եւ այլն, որտեղ խորացող մարդիկ կան, որ նրանք դիեզերական ներդաշնակության մեջ են ամեն ինչին նայում, բայց սա չգնաց քաղաքական գործ չի ճանապարհով։ Ինքը գնաց իսկապես ներթափանցելու, ախր ասված է, չէ՞, քո նման ողորմելի իդիոտիկների համար է ասված։ Աստուն, կեսարին է կեսարին։ Դու գնում միջամտում ես այդ գործերին։ Ինչ ապացուցելու բոլորիս, որ այն էս ինչի մասին ասում են։ Մեր հանրությունը երբեք այսպես սուրբ առաքված չի եղել, բայց ակնհայտ է դառնում, որ ամեն օր բանը փոխվում է եւ ձեր տված նախնական գնահատականի հետ չհամաձայնվել ուղղակի հնարավոր չի։ Ինչ գործ ունես դու այդ ոլորտում։ Այդ ոլորտի մարդիկ ունեն իրենց կանոնները եւ այդ կանոնները իրենցը չեն, իրենք փորձում են ամեն ինչ կապել քրիստոնեական արժեհամակարգի հետ եւ եթե որևէ մեկը այսպես ես գիտեմ մի հոգեվորականի որ երիտասարդ ժամանակ խուլիգանություն արել բառի իսկական իմաստով դարձել էր 70 տարեկան ասում ես ամեն անգամ որ գնում եմ ապաշխարության ամեն ինչից բացի այդ դեպքն եմ հիշում այսինքն դու ինչ գիտես նրա տառապանքները նրա ինքը ունի ապաշխարելու իրավունք որևէ մեկ ես նկատի ունեմ ես բանի հոգեվանքի եկեղեցական իմացին չեմ խոսում այդ հոգեվանքի եկեղեցուն էլ ինքը փաստորեն տարավ դեպի գայթակղություն կործանեց այդ մարդը վաղը ինչպես պիտի ապրի այսօր լավ մի երկու անգամ այդպես իրեն լավ է զգում մի քանի խամաճիկ գնում ասում են ապրես բայց ինքը տեսեք ինչ ասեց ինքը հայտարարում է կրկնելով կապկելով էս դժբախտին որ նա կարգալույց եղած է ինչ իրավունք ունի ինձ կարգալույց անելու այդ բոլորը կրկնում եմ կարգի դեմ է ուղղված եւ տեսեք այդ կարգալույց լինելն էլ նշանակում է կարգը խախտելու գործողություն կատարել կարգալույց է եղած բայց սա գնում ասում եք չէ այդպես չի ես եմ կարգալույցանում բայց դու շատ ճիշտ եք ասում ինքը ոչինչ բարոյական իրավունք չունի Կարծում եք ժողովուրդը կհետևի իրեն։ Մենք տեսանք Հովանավանքում ինչպես հետևեցին բոլոր մարզերից, բոլոր համայնքներից մարդիկ էին տարել հարստականորեն, դա նշանակում է պետական միջոցները ծախսել էին մասնավոր նպատակների համար, դա նույնպես անհետևանք չի մնալու։ Պղծություններին նաև էս մի պղծություն էին ավելացրեց։ Գիտեք, ես այն մարդը չեմ, որ չհասկանամ, որ հոգևորականներն էլ մարդիկ են, կարող են սխալներ թույլ տալ, բայց առավելագույնը որ կարող եմ ասել գիտեք օրինակ Սրբազան այս ինչ բան այնքան էլ սիրուն չէր ես շատ եմ շփվել մոտիկ ընկերներ ունեմ հոգևորականներ նույնիսկ շատ մոտիկ եւ այն թվականներին 73 թվականին երբ առաջին կալանքից վերադարձա ուզում էի դառնալ հոգևոր ճեմարանի աշակերտ հոգևորական դառնալ վեհապար հայրապետի հետ եմ խոսել ընդունվել եմ հետո հեռացրել են ներքին կարգով KGB-ից հրաման ստանալով։ Այսինքն շատ խորքից եմ ճանաչում եւ ես բոլորը մի ամոթալի շրջան է, սա կանցնի ոչինչ։ Կանցնի, որտեղ կոռուպցիոն հանցագործը եթե մեր երկրի ղեկավարի երկու ճանապարհ կանցնելու կամ բոլորով են կործանվելու, բոլորով։ Կամ էլ մարդիկ առողջ բանականության տեր մարդիկ ասելու են մենք քեզ հետ ենք Հայրիկյան։ Դու մի անգամ մեզ տարար դեպի անկախություն, հիմա էլ քեզ հետ ենք։ Դեք ինչն է։ Երեք ինձ հետ խոսում էին մասնագետներ, ասում են երբ դու կոչվում ես ԱԻ-մ առաջնորդ, լիքը կուսակցություններ կան, մեկն էլ ԱԻ-մն է։ Քչերը գիտեն, որ ԱԻ-մը ամբողջ սովետական միության մեջ առաջինն է եղել, բոլորի համար ճանապարհ է բացել, թեկուզ որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասել է Հայրիկյանը եւ իր ընկերները բոլորիս համար ճանապարհ բացեցին։ Արցախյան ինքնորոշական շարժումն է ըստ էության հիմնել։
Բայց հիմա այսօր մարդիկ նայում են, Հայաստանում կա 100 կուսակցություն, մեկն էլ ԱԻՄ-ն է։ Բայց դու եղել ես անկախության պայքարի առաջնորդը, եւ քանի որ դու հաջողության ես հասել, քո կերպարը պետք է մեզ մշտապես ուղեկցի։ Երբ քեզ խաղաղություն էին առաջարկում, դու ինչ էիր ասում, ասում էիր ուզում եմ, համաձայն եմ խաղաղության, բայց անկախություն թերթ պիտի տպեմ։ Ասում են չէ, դե որ չէ, դուք չեք ուզում խաղաղություն։ Հիմա սա խաղաղությունից որ խոսում է, ինքը չունի, քանի որ ես իմ կերպարի մասին չեմ խոսել, ինքը չունի այդ հակակշիռը, որ ասեն, եթե Հայրիկյանը քո ուզած խաղաղությունից ուզենար, մենք պիտի անկախ Հայաստան չունենայինք։ Հիմա ո՞րն է ճիշտ։ Պարոն Հայրիկյան, քանի որ դրան անդրադարձակ, ես իհարկե գիտեմ ձեր տեսակետը այդ իր բնութագրած կամ ձևակերպումներում նշող 4-րդ հանրապետության մասին, բայց ուզում եմ անդրադառնալ ամեն անգամ, երբ լսում եք այս հայտարարությունը, որ անկախությունը մենք վերագտել ենք կամ գտել ենք Արցախի կորստով, երբ ասում է, որ 4-րդ հանրապետության սկիզբն է դնում, դուք այս ամենը լսելով ինչ եք մտածում, ինչ եք զգում։ Մի անգամ ընկերներից մեկն ասեց ցավոք, շատ մոտիկ ընկեր, բայց իմը չէր, ասեց, այս հավասարազրկանը, որ որևէ տղամարդ կանգնի ասի, կնոջս կորցնելով ես ազատվեցի։ Դա գժություն է։ Արցախը միջազգային իրավունքի տեսակետից սովետական միության մասն է, բայց ինչպես կարող է կոռուպցիոն հանցագործը միջազգային իրավունքից խոսել։ Նրա համար միջազգային իրավունքը հանցագործ Ստալինն է։ Նա Ստալինը վկայակոչում, ասում է Ստալինն էր ճիշտ սահմանները գծեց, ամբողջ աշխարհն ասում է Հայաստանը բռնազավթված էր եւ Փարքաստուն իր անկախության պայքարի արդյունքում ազատագրվեց, ոմանք ասում են ինքն իրեն ազատագրվեցինք, այո, մեզնից անկախ ազատվեցիք դուք, բայց այդ անկախության համար եղել է տևական պայքար, նրանք ովքեր ասում են Հայաստանը մեզնից անկախ մեր ոչ մեր կամքով անկախ, մենք ներդրումն ենք ունեցել։ Սովետական միության այդ կայսրության, բռնապետական կայսրության փլուզումը ամբողջ համաշխարհային հանրության աշխատանքի արդյունք էր։ Մենք մեր դերն ենք ունեցել եւ հայ ազգը ունեցել է մեծագույն դեր։ Դրա համար հայ ազգին առավել խստությամբ պատժեցին եւ չեկիստները չեն էլ խուսափում, չէ։ Եթերում հաճախ հնչում է, ասում են մենք հայերին պատժեցինք ու պատժում ենք, որովհետեւ իրենք քանդեցին մեր կայսրությունը, բայց մենք քանդում էինք նաեւ ձեր ազատության համար ռուս դեմոկրատների հետ միասին։ Իդեպ այդ որ ասում եմ մասնագետներն ինձ ասում են դու իրավունք չունես քո անցած ճանապարհը, ասում է սենատորներն են լսել քեզ եւ դա կոնգրեսի արձանագրություններում գրված է պարոն նախագահ Պարույր Հայրիկյանն ասում է որ Գորբաչովին եւ այլն։ Հիմա ասում են ինչի դու դրանք չես վկայակոչում որ այն քեզ չլսող բամբասողները հասկանան որ գործ ունեն մեկի հետ որը որ էական դերակատարություն ա ունեցել։ Ես էլ ասում եմ լսի վերջին շրջանում ասում եմ չէ 2.400.000 ձայն եմ ստացել դրանից ավելի կարևոր ինչ ասեմ ասում եմ դե կմտածեն դե վիճելի է եւ այլ բայց քո անցած ճանապարհը մեր սեփականությունն է խնդրում ենք մեզ դրանից մի զրկիր ու ես չգիտեմ ինչ ձևով դա պիտի անեմ բայց ես ինքս էլ հասկանում եմ որ դա շատ ճիշտ է օրինակ այս խաղաղության հարցում ապրեի խաղաղությամբ սրա պատկերացրած ազգս չեր ունենալու պետականություն հիմա որն է լավ որոշ շրջան իսկական խաղաղության համար հրաժարվել քո անձնական խաղաղությունից թե ընդհակառակ ասել լավ խաղաղությունը ամենակարևոր բանն է ինչևէ ստացվում է մի քիչ մասնավոր քննարկում ես ուղղակի էլի եմ ուզում ասել որ մենք շատ ծանր վիճակում ենք եւ եթե վճռական քայլեր չանենք այսօր վաղը ստանալ վիճակ արդեն արմատավորվելու է որպես ոչ միայն մեր կենսակերպ այլ որպես միջազգայինորեն ընդունված իրողություն մենք այսօր պիտի ապացուցենք ոչ թե ապացուցենք հա լավ այսօր պիտի ապացուցենք որ մենք արժանի չենք այս կյանքին պիտի այսօր ցույց տանք որ Նիկոլ Փաշինյան կոչվածը մեզ հետ կապ չունի որ դա հանցագործ է ինքը դատարանում ասելու ես անմեղսունակ եմ ասելու ես գիժ եմ գժի թուղթն հանելու ցույց տա ես տեսել եմ այդ թուղթը տեսել եք կարող եմ ցույց տալ հեռախոսի մեջ ինձ ուղարկեց ինձ Երևանի կենտրոնում բնակվող մի մարդ եւ այդ կարող է անմեղսունակ ճանաչվել բայց նույնիսկ դա բխում է մեր ժողովրդի շահերից որտեղ անմեղսունակ ճանաչված մարդու ընդունած որոշումները ել չեմ ասում հանցագործի ընդունած որոշումները չեն կարող ուղղորդիչ լինել չեն կարող վճռորոշ լինել որևէ ոչ միայն մարդու ոչ միայն ազգի այլ նաև մի մարդու կյանքում այնպես որ այդ ուղղությամբ պիտի արագ աշխատենք եւ բոլոր նրանք ովքեր որ մտածում են ընտրությունների ժամանակ չեն հասկանում որ գործ ունեն մի այնպիսի չարագործի հետ եթե ինքը պետական համակարգը դարձել է կոռուպցիոն հանցախումբ ընտրությունները կեղծելն իր համար ինչ է
Այնպես որ մի սպասեք ընտրության, այսօր պիտի աշխատենք։ Եվ այսօր ես բոլորին սպասում եմ, համարները տվեցի, ովքեր որ երբեք չեն զբաղվել ազգային գործունեությամբ, կարող են դրանցով ինձ հետ կապվել։ Ես բոլորին շնորհակալ եմ, ովքեր որ արդեն արձագանքել են, արդեն ոման զանգել եմ, թող ներողամիտ լինեն այն մարդիկ, որ բոլորին չեմ կարողանում հետ զանգել, ուղղակի տեխնիկապես հնարավոր չի, բայց կհանդիպեմ բոլորի հետ, թեկուզ 10,000 հոգի լինեն։ Շնորհակալ եմ, պարոն Հայրիկյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում է Բարոյր Հայրիկյանի հետ, շնորհակալություն մեզ հետևելու համար։